Հասանելի տարբերակով ներդրեք ձեր դրամական միջոցներն անելիք բանկում և ստացեք տարեկան մինչև 12.5% տոկոսադրույքով կայուն եկամուտ։ Ինչպես նաև ներդրված գրեթե ամբողջ գումարի չափով ստացեք վարկային գիծ, ընդամենը սկսած 2.8% ավել տոկոսադրույքով։ Մարյանոր, այսօր ուզում եմ հանդիպենք մի քիչ խոսանք, հարմար է։ Նկարս արդեն խփել ես, չէ՞։ Տեսա ապերի նկարները։ Մինչև հիմա ես ուրիշ կարծիքի էի քո մասին։ $1000 ընկեր, Մանուշիկը մնաց բորտիկ։ Չէ, լինի այդ մածրանը վերցնենք, տանենք մեր տուն սարքենք, բերենք։ Ինչի։ Մի ամաչի արի։ Ես ոչ մի բան էլ չեմ կարող սարքեմ։ Գիտեմ։ Իսկ էլ ինչ գիտես։ Գիտեմ, որ եթե պապան քեզ մեր տանը բռնի, կմորթի։ Հենց հիմա գնում ենք մխո։ Էս ուր է գնում, Կարբիտ ջան, հա? Գնանք միտեղ նստենք, էլի Վռամձյա։ Յա։ Նստել եք ուզում մեր տանը նստեք, այ ձեր ցավը տանեմ։ Պարտադիր է եթե այդ զահրումար կաֆեներում նստեք, հա? Դե ոնց որ շատ որ են կլնելու Վռամձյա, այդքանը որ գանստեղ սիրուն չի նայվի, էլի։ Հա, այդ բանով ես ասում, հա? Դե լավ, գնացեք, բայց աշխատի մի ժամից տանը լինես, հա Մխո ջան։ Եղավ, տեսնյակ։ Հա, պարոն Արևշատյան։ Ուր ես։ Տանտեմն եմ։ Շուտ ներս արի։ Մխո ենք դուս եկան։ Հա։ Ուրեմն մեքենաս վեկալ դրանց հետևից գնա, բայց անենց արա որ քեզ չտենան։ Եթե հանկարծ դրան Մայրանուշ հետ տեսար, քցում ես մեքենա ու տանում ես ցեխ։ Ասում ես Էրջան երշիկների հետ, աղան թող գնա։ Հերիքելա բոն եղավ։ Եղավ շեֆ ջան։ Կասես ոսկորներ հետ աղան։ Հարց չկա։ Չո։ Եկա։ Եկա վայ։ Լավ է եկար։ Ստեղ մի դիշտար խոհանոց։ Էս ինչ կարտոշկա է Գագո։ Սովորական կարտոշկա է։ Էս ինչ լղկած կարտոշկա ես արել Գագո, ես հիմա սա այդ ինչ անեմ։ Կամ էս ինչ հացա։ Էս ինչ հաց ես բերեմ, մենք սենց հաց ենք ուտում, հա։ Ես քեզ ասել էի, չէ՞ որից բերես։ Աղջի։ Ես սրա բերած սոխը նայ։ Ես քեզ չէի ասել հայկական սոխ բերես Գագո։ Ինչ ես պարսկական սոխ բերել, հա։ Հայկական սոխը ախր։ Ինձ չի հետաքրքրում։ Հիմա այս սախ ապրանքը հավաքում ես, տանում հետ ես տալի ու նորմալ ապրանք ես բերում։ Ես եմ խանութ, Սուսիկ ջան։ Ուրիշ խանութ գնայր։ Տարես սաղ ապրանքը հետ ուրիշ նորմալ ապրանք բեր։ Հետո ո՞վ է որ կարտոշկեն 250 դրամ լինի, հա։ Բայց էդ ա գինը, Սուսիկ ջան։ Հետ ա գինը։ Էժանացրու։ Լեզու չունես։ Վայ քո արա։ Էս մերն ա գակ։ Չէ։ Բա ինչ ես բերել։ Հերիք չգնացել եմ իրենց համար առևտուր եմ արել համո, մի հատ էլ Սուսիկը մուննատ ա գալի վրես, դժգոհում ա։ Տվել է որ տանեմ հետ տամ, բայց ոչ էլ տանելու եմ։ Լրիվ են իրենց ձեռ առել արա։ Գակ, իսկականից այդ ապրանքները լավը չի, թե ձևեր են անում։ Դու այ համո ջան իրեն կյանքում են լավ ապրանք առել։ Ինձ ասում ա տար այդ ապրանքները հետ տուր։
Խնդրվի թող մի քիչ գինը քցեն, էլի։ Դու այդ ես դաժե որ իմ տան համար եմ առևտուր անում, համո ջան, իտո ես գին չեմ քցում։ Արա ես աղա մարդ եմ, ապեր։ Դրա համար էլ Արևշեցյանը ճիշտ է անում Մելոյի շահագործումը։ Տեղն է դրան ապեր։ Ոչինչ ապեր, մի քիչ հետո կեթամ կասեմ ապրանքը հետ չեն դերսել, էսա։ Մենք էլ եկանք Մելոյի մոտ, որ մեզ բանասող չլինի, այն էլ ինքն է շահագործում մեզ։ Ոչինչ ապեր, ինչքան ինքը երկու այդքան մեկ համո ջան։ Սպոնսորը Չպլե 1000-ից մեկ քո հասնելու պահն է գալի, չես ուզում հասած լնես։ Ուզում ես տենց միշտ խակ մնաս։ Կարբիտ, ես գամ այդ աղջկայից ծանոթանամ, որ ինչ, հա։ Կարաս ինձ բացատրես։ Արա կրակն ենք ընկեր, որ մեր մեջի սիրունը դու ես։ Ուղղակի արի մեր հետ նստի աղբեր, քեզ ոչ մեկ չի ասում դիր կյանքդ կապի այդ աղջկա հետ արա։ Մեզ ուղղակի պետք է մի հատ առիթ ստեղծենք, որ մեր մխու աղբերը եւս մեկ անգամ առիթ ունենա շփվելու Մայրանուշի հետ։ Ապեր թող գնա Մայրանուշի հետ հանդիպի շփվի։ Չպլե եթե չեկար, ուրեմն ստեղից պարզ է դառնում, որ դու Անուշիկի կողմից ես։ Ախպեր մի դիր էլի ռամկեքի մեջ։ Ապեր արի գնանք, ուղակի մեր հետ նստի, քեզնից ինչ ա գնում արա, ուղակի նստի ոչ էլ խոս աղբեր։ Նստի մեքենան։ Արդեն համոզել եմ քեզ, սյո էլ ձևեր չանես։ Գագո դու չես տարել փոխել։ Տարել եմ Սուսիկ ջան, հետ չվերցրեցին։ Ոչ չվերցրեցին։ Դից էլ չվերցրեցին։ Մելոյի անունը տայր։ Լավ Սուսիկ թարգև այ։ Բա ոչ չասեմ, մի հատ նա ինչ ապրանք ա բերես, ախ թափելու բան ա։ Դե հեմի ինչ օր է, ապրից կագաս ազատես։ Ինչ ես ցենդ գցե ինչ որ են լաճար կնանիքի ցեղնից։ Ինչի՞ ես տենց ասում։ Որովհետև խնդրել ենք մարդը գնաց է առևտուրերը։ Փոխանակ շնորհակալերնից մի հատ էլ ետ կղեր, ես մի հատ էլ ես շատ գիտեմ ինչ։ Ռոմանտիկատ մինչև ամուսնանալն էր, չէ, չես ցկում։ Ով գնա, հա։ Փոխանակ ինձ պաշտպանես, կանգնե ես իմ ումա պաշտպանում։ Աղջիկ ջան, ումից պաշտպանեմ կամ ինչի պաշտպանեմ։ Ընկել ես կոպեկների հետևից մերեշնիկություն կենես։ Դե էլի չայնի Հիսուսի գարտնացավ մեջդ։ Լավ չի, հա, որ խնայում եմ։ Թե ուրիշների նման ուզում ես ինչ շռայլություններ թույլ տամ։ Լսարանն է, սրա խոսալու ցևն է։ Աղջիկ ջան, ես քո հետ չեմ պսակվել ու լաճար ցենդ լսեմ։ Կամ ինչ ժամանակ լաճարությունդ պահել էր, դեռ պսակվելու մոմենտ կար։ Լսի քեզ ինչ եմ ասում, Գագո տղա։ Կամ ես ապրանքը վերցնում ես ու տանում ես հետ ես տալի, կամ քեզ ես վերցնում։ Ինձ կվերցնեմ։ Ինչքան պետք է վերադարձնեմ։ 4500։ Հարց չկա։ Գնա հյուրասենեք, հեսա կբերեմ։ Հեսա կբերեմ Սուսիկ ջան։ Գնամ մեր դուրը փակի բանալի ու բանալին պահի։ Ինչի՞։ Ասում եք մեր զամուկը խախուլ եղավ։ Վերցրու Սուսիկ ջան։ Ինչի եկար մեր տուն կռիվ գցեցիր։ Հա՞։ Չէի կարում սուսուփուս տաներ այդ ապրանքը հետ տայր։ Ես գիտեմ, դու դիտավորյալ ես վատ ապրանք առել։ Տես չի։ Չէ Սուսիկ ջան։ Ես ջոգել եմ, մեջներից ամենալավն եմ վերցրել։ Ես ձեզ երկուսիդ էլ մրսացնելու եմ, լսում եք։ Դուք դեռ չգիտեք ձեր գլխի գալիքը։ Սրանց նայի, հետ էր մնում գային իմ տուն, իմ տան մեջ կռիվ գցեին։ Հազար ներողություն Սուսիկ ջան։ Դե կորեք է։ Մի հատ եկեք բացեք այս դուռը։ Ոյ քորո։ Հա։ Աշկի սեկրետ անգե Սուսիկ ջան։ Ոնց թե։ Համու, հələ մի հատ գնա գործիքները բեր, շուտ արա։ Շուտ արա համով այ։
Էս էլ որ երրորդ դեպքն է արդեն Սուսիկ ջան։ Բա ինչի՞ չեք փոխում։ Այդ ցավատանեմ ասում եք որ աշխատավարձ ստանանք։ Հենա այն օրն էլ էր սեկրետ ընկե, քանի ժամ, 3 ժամ տանջվեցինք նոր բացեցինք։ 3 ժամ։ Զանգյասա թո դուրս գա։ Մայրանուշ ջան, ազիժան, մենք արդեն ձեր տան մոտն ենք։ Okay. Ընկերուհիդ հետը տա, թե գնանք վեկալենք։ Չէ, հետս է, հեսա դուրս կգանք, okay? Okay։ Յանքդ էլ աստե։ Արա չպլե, հենց նմշած դեմքով այդ աղջկա չշփվես, արա։ Արա դու պետք է հասկանաս մի հատ պարզ ու հասարակ բան, որ եթե Մայրանուշի ընկերուհին չուզենար քո հետ հանդիպեր, Մայրանուշը մխոյ հետ կյանքում չեր գնա սրճարան ու այդ հանդիպումը տեղի չէր ունենա։ Ինչի՞ ես տենց ասեմ որ։ Մխո Մայրանուշին տենց հեշտ չի է հասնելը։ Մայրանուշը քո համար անուշիկը չի ապեր։ Պարոն Արևշատյան, ձեր ասած հասցեով է եկել մխոն։ Ո՞ս է։ Հա, ձեր ասած տան մոտ եկե կանգնել է։ Հաստատ Մայրանուշի մոտ ագնացել եք գյադեն։ Ուրեմն ինչ ես անում։ Մենակ իրան կանչում ես մոտդ, գցում ես մեքենան ու յալլա։ Ցեխ եմ տանում, չէ։ Դու չարա։ Բերտուն։ Դուք չասացիք որ ցեխ տանեմ։ Այդ դրա բերտուն ստուգեք նրանք հիվանդա, հիվանդի նոր ցեխ կտանես։ Հա, լավ, պարոն Արևշատյան, եղավ։ Նախո։ Ինու վիրերը։ Նախո ջան, մի հատ գաս ախպերես։ Ատեցդ ասել է բանկի փոխանցել։ Գամ էդդ։ Արի մխո ջան, ատեցդ ասել է բանկ փոխանցել։ Փոխանցի։ Ես ինչ ես անում ապեր։ Գնում ենք բուժ զննում անցնես ապեր։ Սպասիլ ապերեք, ինչ բուժ զննում։ Ես ինչ ես անում, մկրտիչ, խայտարակ ես անում։ Ընդե պայմավորված եմ, մարդիկ ինձ են սպասում, պայիստ է։ Դու պայիստ է ասում եմ։ Հա ինչ եղավ։ Դեղանում ենք էլի Սուսիկ ջան։ Այն օրը որ այնտեղ են ձեր կողպեքը սարքեց, չեն կարա իրան զանգեն կանչենք։ Ես այդ տղու համարը չգիտեմ։ Մելոյից իմացի։ Մելոն չգիտի որ ես տեղ եմ եկել։ Ես Մելոյին ասել եմ որ խանութ եմ գնացել։ Տենց, հա։ Բայց այդ քո գործը չի։ Հա, բան չասեցի ուղղակի ասի արագ լինի, էլի Սուսիկ ջան։ Եթե դուք այս դուռը չբացեք, ես կջարդեմ այս դուռը։ Չես կարա Սուսիկ ջան, այն օրն էլ մենք ենք ուզում ջարդենք, չի լինում։ Ոտ քորը Մելոնը։ Չպատասխանես։ Ոչ չպատասխանեմ Սուսիկ ջան։ Դեռ պատասխանի։ Ուղղակի չասես որ ես տեղ եմ։ Հասկացար Գագո։ Եթե հանկարծ Մելոն էս ամեն ինչի մասին իմացել է, ես ես պատերով եմ տալու։ Հա, Մելո ջան։ Գագասիկ։ Լիճի վարտե Սուսիկն ինչ եղավ, կես ժամ է գնացել է խանութ չկա։ Բայց Մելո ջան, ես հիմա չեմ կարա իջնեմ, այս զամուկը փչացել է, ես ու համուն ուզում ենք սարքենք։ Լավ։ Ասում եմ կես ժամից ավելա գնացել է խանութ չկա։ Հեռախոսը տանջատել է Սուսիկ։ Բա ինչ եմ արել։ Մեր դրան ձենը։ Գնաց քեզ մոտ գա։ Սուսիկ ավելի լավ չէր, ասենք ստեղ ես, այդ տղուն ասեր, գար զամոկը բացեր։ Ձեններդ կտրեք երկուսդ էլ։ Ձեր գործով զբաղվեք, հա։ Դու դրսու սպասի։ Դավայ։ Նստի։ Տեսնյակ լուրջ եմ ասում, քո ախրանիկը չլներ սրան տանելու էի դաշտ։ Նստի ասեցի։ Յա։
Խայտարը գրեց, այա տեսնյակ ջան։ Այդ տղա, դու չես հասկանում, որ ես ինքս էի ասել Մկրտիչին, որ գա քեզ վերի տուն։ Ինչ գործ ունես Մայրանուշի հետ, հա? Այն չէր գնացի իրաց տուն, այդ տղա։ Ես ու իմ համար չէի գնացել։ Բա ում համար ես գնացել։ Չփլի։ Սիրտը կպել է տղու։ Դες գնացել էինք, որ տեղ հրավիրեինք, էլի։ Սասի, Նարեկի սիրտնա կպետ աղջկա։ Հա, բա ում է, հոյիմը չի կպնի։ Հա։ Դե դեպքում Նարեկին կասես գա մեր տուն։ Դավայ։ Ես ասեմ։ Այդ տղա, բա որ Նարեկի սիրտնա կպել։ Ինչի էր իր հետ գնացել, հա։ Դու մենակ ես չէի գնացել, այա տեսնյակ ջան, կարմիտնել էր մեր հետ։ Բահո, արա իրեքով գնացել եք այդ աղջկան տեսնելու, արա։ Ինչի Նարեկը չի կարում իր հարցերը մենակ լուծի։ Դե սենց բարդ զգացմունքային սիտուացիոնում մենակ չէինք թողի մեր ընկերնյակին։ Պահ, բարդ սիտուացիոնում։ Բարեր ես գտեք համար։ Լսի այդ տղա, ես չեմ հասկանում, հիմա որ ես քեզ պսակեմ, 4-ից միասին եմ ուղարկելու Սվազիևնի պուտիշեստվիա։ 4-ից ինչի։ Արա Անուշիկին քեզ, Կարմիտին մեկ էլ Նարեկին 4 չեղակ։ Բայց յապիկը։ Հիմիսս կտամ ճապիկ կլնես, արա։ Հա, մխո։ Ապենյակ, Հիլարի Մերյան, ատեսնյակը ուզում է հետդ խոսը։ Լավ։ Ահա։ Այդ արդեն իշմար էր, հա, ատեսնյակն ուզում է քո հետ խոսա, յանի պատրաստված արի, էլի։ Տղա ջան, մեկն միշտ հիշի, դու պիտի պսակվես այն աղջկա հետ, ում շատ ես սիրում։ Իսկ դու մենակ շատ սիրում ես Անուշիկին, տես չէ տղա։ Միշտ կրկնի քո համար, ասա ես սիրում եմ Անուշիկին, ես սիրում եմ Անուշիկին։ Այդ տղա, ոչ ես մոռանա, որ դու սիրում ես Անուշիկին, հա։ Չի դի մոռանալու բան է։ Ես շատ գիտեմ։ Մարդասով ինչն եմ ասել։ Ամո, ապեր, հիմա որ Մելոն իմանա Սուսիկը ստեղա չէ, ու իրան խապել ասել է գնացել եմ խանուր, սվաղի պատերին։ Արա, Մելոն որ կա, Սուսիկին արժի կարծերուպի մեջ պայել։ Են վախը, որ մենք կերանք իրանց տանը, թո հիմա էլ ինքը հետ վախ ուտի մեր տանը։ 100% Համո ջան։ Չպրծակ։ Այ վախացիր, Սուսիկ ջան, բատես գոռում է։ Բայց քան ժամանակ ստեղ ինչ եք անում, մի հատ ոտով տվեք թող բացվի այդ անտերը։ Չի բացվի, Սուսիկ ջան։ Ծանոթ չունեք, կանչեք բացի։ Չունենք, Սուսիկ ջան։ Հիմա Մելոս հաստատ կատաղել է։ Հա, պատկերացնում եմ։ Սուսիկ ջան, իսկ եթե պատուհանից իջնես։ Հա, ճիշտ ասում, լավ միտք է։ Ոնց պատուհանից իջնեմ։ Պարան կապին իջնես։ Ձեռեք առնում երկուստ էլ, հիմա դուք եք էսա պատուհանից իջնելու։ Բաժանորդն հասանելի է կամ գտնվում է ռադիոկայքից դուրս։ Ապենյակ ես անգամից պդի ուքնես։ Հա, նես մոմենտ այլի որ չես կրասես չէի բաների։ Ասա տենալ այս անգամ ինչի մեջ ես ուզում ես գցես։ Դու ես եմ ընգե այ ընգենյակ ջան։ Ես եմ որ ընգել եմ, քստիկյան ոնց որ դու ես ընգե հետս էլի։ Հիմա իրար հետ մտնում ենք կուխնի, որտե նստած է ջղային դեմքով ատեսնյակս։ Ինքը մեզ հերսնում է թե մեզնից որ մեկն է Մայրանուշիկին հրավիրե սրճարան, ու դու դե պիտի դոշտաս վեգալես քու վրա, հասկացար չփլի։ Էս ի՞նչ ես ասում, մխո։ Արա, հասկանում եմ, որ դժվար է։ Գիտեմ, որ դու գիտես, որ իրականում ես իրան ուզում եմ, բայց պիտի հիմի ասենք, յանի դու ես ուզում, ջոգիր։ Վերջ, թեման փակվեց։ Պիտի օգնես, ուրիշ տարբերակ չունես, արա, պիտի պատերժկան ես աղբենյակի տարը, ունես չունես միած ես թակավոր աղբենյակ ունես, որ միշտ մեշկիտ կայնած էլի, չփլի։ Մեշկից չէ, բգիս։ Արա, դե ինչ որ է, բայց կայնած եմ էլի, չէ։ Իր, կարող է ուտող ուրացող ես։ Նարեկ ջան, մխոն հասցրեց քեզ տեղեկացնի, հա։ Արդեն պայմանավորվել եք, ինչ պիտի ասեք ինձ։ Տեսնյակ, ախր։ Մի րոպե։ Քո հետ չէ։ Ես Նարեկի հետ եմ։ Նարեկ ջան, ինչ էլ որ դու ինձ ասես, իմացի, որ ես ճշտելու եմ։ Սրբուի! Սրբուի! Սրբուին տուն ա գնացել։ Յա, Իրենչո ջան,
մի հատ պապայի համար անուշ կոֆե դիր ցավը տա։ Ացո։ Նարեկ ջան։ Հիմա դու ինձ ճիշտը կասես, ասենք ինչ ես Մայրանուշին հրավիրել սրճարան։ Դու ես հրավիրել, չէ՞։ Դες չի։ Նարեկ, խոսաբան ես։ Քո սիրտն ա կպե այդ աղջկան, չէ՞։ Բայց ինչի եք հարցնում, որ վռամձա։ Ինչի հարցնում եք։ Ըստ ինչ եմ հարցնում։ Հարցնում եմ, պատասխանի։ Նարեկ ջան, պապան հարցնում է, որ իմանա, դու էլ ասա։ Իրեն շուջան դուր էտի սարքեմ ես, դու գնա հանգստացի։ Չէ, լավ է։ Վայ նեղություն մի քաշի դու։ Մայրուսյանը։ Սարքի լավ։ Նարեկ։ Այմերն եմ ջանիդ, բարդ հարց եմ տվել, պատասխանի։ Չէ, ուղակի մխոնա Մայրանուշին հրավիրել սրճարան։ Ասա որ տենց է, հա։ Չէ, ես էի հրավիրել։ Հա։ Փաստորեն դու ես այդ աղջկան հավանում, հա։ Բայց գիտես, չէ, ճշտելու եմ։ Չմոռանաս, հա, Մայրանուշը իմ ընկերոջ աղջիկն է։ Դու այդ լավ գիտես։ Ճշտեք։ Նստի ցավը տանեմ։ Նստի մի հատ կոֆե խմենք գնաս։ Չէ, գնամ։ Մեռնեմ ջան, նստի ցավը տանեմ։ Կարող է որ sense խիստ խոսացի հետ բան եղար էլի, ես քո վրա չեմ ջղայնացած։ Ես այն գլխից մխոյի վրա եմ ջղայնացած։ Նարեկ ջան, դա քեզ չի վերաբերում, ցավը տանեմ։ Դու հանգիստ նստի։ Հա, գիտեմ, վռամձա, ուղղակի մի քիչ գործեր ունեմ, էլի։ Հա։ Դե եթե սրանից կարևոր գործ ունես գնա, ցավը տանեմ, բարի գիշեր։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Ես գնամ ճանապարհին գամ։ Բայց դե մինչև չստուգեմ, ոնց վստահեմ, հա։ Абриса пенек. Գոհեմ պատդիրշկի մեր։ Տեսար է տեսնյակին ինչ հեշտ վրցրինք։ Ես գնամ էլի ապել։ Ոնց է։ Ուրեմն դու իմ տեսնյակին վրցնես սրա չփլի։ Հե։ Պատասխանեք դու։ Ես գնամ էլի ապել։ Հələ ինչ ես տրամադրությունդ գցի։ Ինչ լավ որ։ Հինա կակրս իրենեն դեր։ Տեսավ քեզ։ Էլի ինքը մտածում է քո մասին, այն ինչ որ միշտ մտածել էր։ Մի հատ ավել, մի հատ պակաս։ Իմ բաբնիկ ախպեր ջան։ Եղավ։ Եղավ։ Բայց իսկականից երսի պատդիրշկի մեր։ Խնդրեմ։ Ոնց որ լավ շլավ, հա։ Դե լավը մի ուսաղի համար լավ շիլում։ Վայ, զգուշ, ապրես ցավը տանեմ, ապրես իրեն չո ջան, ապրես իմ գեղեցկուի աղջիկ ջան։ Դե բալես, գնա այն գեղեցկուի մորդ էլ ասա, թող գա մենակությունս հետս կիսի։ Բայց ասես այս անգամ են շռեկի դեմքով չգա։ Լավ։ Հա, բարես։ Իր։ Ես այդ ամեն ինչը աղբորդ համար ասեցի։
քնում էլի։ Գակ, մեր քնելու ժամն ապեր։ Ինչ քնել մի հատ բաց է քնել։ Քնելու ժամն է։ Չի լինում Սուսիկ ջան, լրվել է, մեջն է լրվել։ Բա Սուսիկը որտեղ է քնելու։ Գժվել եք, ես ոնց կարամ ստեղ քնեմ։ Ճիշտ է ասում ապեր, ինքը ոնց կարա ստեղ քնի։ Մելոն իրեն չի ների, համու ջան։ Խնդրում եմ էլի բացեք էլի այդ դուռը։ Ես բան չեմ կարող։ Ահա, բայց վաղը դուք մեկա պետքա տնից դուրս գաք, չէ։ Դե շուտ կարթնանանք Սուսիկ ջան, կբզբզանք էլի։ Սուսիկ ջան, կներես, բայց ես քեզ ոչ մի բանով չեմ կարող օգուտ տալ։ Ջարդես։ Ինչ է տակշգրում, ավելավա դուրը ջարդիկան մելոնից տեղ տենա։ Դա սարքի։ Դուրը բաց եկել է ծո։ Այ քորա Մելոնը։ Դուքուներ եք։ Մտի։ Ինչ։ Մտի, ես դուր ջարդել եմ ներս մտի։ Մտի։ Բացը գլարա։ Բացը կեքը դուրը ճարդել։ Հեսա բացում է Մելո ջան։ Բացը գլարա։ Մելո ջան, ջիգեր ջան զամոկն է փչացել, հեսա մի բան կա էլի հետ էլ պրծնենք ու կբացվի։ Կագո հենց մի բաց է դուրը։ Հեսա բան չմնաց Մելո ջան։ Ամենա պրծավ կապեր։ Ուրա Սուսիկն արա։ Ուրա Սուսիկը։ Ինչ արանում։ Ուրա Սուսիկը։ Ուրա արա։ Աղջի։ Մելո ջան։ Մելո։ Դուս արել։ Մելո ջան, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Հելկայիլը։ Ես ինչ է աղջիկ ջան։ Ես եսա քեզ ամեն ինչ կասեմ, ես։ Ինչ պիտի սես տունձի աղջի։ Ես ինչ է Սուսիկ։ Հիմա։ Հա։ Հենց հիմա։ Հենց հիմա։ Ձեր շենքի դիմաց սպասում եմ։ Լավ է, սա իշտում եմ։ Ապեր սոֆան եկել է մեր շենքի հայտ, ուզում է ինձ տեն, ասում է հետդ խոսալու բան կա։ Պատկերացնես ապեր։ Հա, տենց հա։ Օրես կմեռն եմ, արա։ Վարուշ մատ քեզ հավաքի։ Կարող է իր մոտը քեզ sense պայես։ Չէ, դե հա, լավ, ես իշտում եմ։ Արա ջոկում ես այդ աղջիկ եկել է, որ ինձ տենա, էդ ի՞նչ է նշանակում։ Դե կարող է ուզում է տանի հորդ ծանոթացնել։ Ամեն դեպքում պատրաստված կգնաս։ Պատրաստվածը ո՞րն է։ Ես իմ։ Ես ձիգ կպայես։ Շուտ կգաս։ Մի 5 րոպեից, բայց այդ 5 րոպեն կարա քո համար կեշ լինի։ Դու այդ Արբիկ ջան, ուր ես գնում, այդ հավատան։ Ո՞վ ես դու արա։ Ու Անուշիկը իմ հետ խաղեր էր տալիս։
Քեզ նա ինչ եմ անելու վաղ, արա։ Ախ, մի գցի ուսը սերը։ Մազին կփիլնեմ։ Հասանելի տարբերակով ներդրեք ձեր դրամական միջոցներն անելիք բանկում և ստացեք տարեկան մինչև 12.5% տոկոսադրույքով կայուն եկամուտ։ Ինչպես նաև ներդրված գրեթե ամբողջ գումարի չափով ստացեք վարկային գիծ, ընդամենը սկսած 2.8% ավել տոկոսադրույքով։